Դոգի անհետացումը, դեսպանորդային միմոսությունների համար քրեական հետապնդումը, Գյումրու քաղաքական ռազմորկանները և շատ ավելի կարևոր բաներ ձևավորեցին շաբաթի ամենաքննարկվածների այս թոփ 5-ը։ Էդգար Ղազարյան, նախկին դեսպանիչ ու մարզպետի Սաղրածուի վերացված գործիչը տարբեր լրատվական բիսեդկաներում հանրության համար աննկատ դուրս էր տալիս։ Մինելը մեծ ընկահե Գրիգորյանի հոգու նուրբ լարերը խոցվեցին ու սետը վիրավորված դատավորի ձեռամբ Էդգար Ղազարյանը զավեշտալի պերսոնաժից վերածվեց մի քանի օր քննարկված քաղաքական հավատյալի։ Այսպիսով Հայաստանում կիրառվեց քրեական օրենսգրքի մի մոռացված հոդված, որով Հրայր Թովմասյանի սրտի ծաղրածուներին արգելվեց քննադատել իշխանության սրտի դատավորներին։ Դոգ տարբեր քաղաքական այրեր ու լրագրողներ դեմքի ամենայն լրջությամբ սկսել էին ակտիվ շփվել ու երբեմն էլ փառաբանել նրան, իսկ նա էլ վերցրեց ու անհետացավ։ Մարդիկ օրեր շարունակ չէին հասկանում, երկրից փախած բոլորի հասցեին խայտառակ ստեր ու հայհոյանքներ տարածող, երեխաներին պղծող, եկեղեցուն ու Աստծուն ծաղրող, Բաքվում հայգերիներին գնդակահարելու կոչեր անող Ռուբեն Վարդանյան։ Ի՞նչ արե Ռուբեն Վարդանյանը։ Ինչի՞ է Ռուբեն Վարդանյանը։ ազգային այս մեծագույն ամոթը եթերից կորել է իր անձի շուրջ հերթական շոուն սարքելու համար, թե ի վերջո վրա է հասել արդարացի պատիժը։ Գագիկ Ծառուկյան Մինչ հայ հանրությունը զբաղված էր ճղճին բաներ քննարկելով, Ծառուկյանը հեծնեց իր սպիտակ հրեղենձին, թռավ հասավ Բելարուս ու Ալիևի ջրաններից փրկեց բլոգեր Բելա Բաբախանյանին։ Բաքվում պահվող բազմաթիվ հայերի ցուցադրվող տառապանքների ֆոնին գոնե մեկ հայի փրկությունն այնքան բարձրացրեց Ծառուկյանի վարկանիշը, որ ոմանք խանդից որոշեցին փչացնել այս փոքր տոնն ու բերման ենթարկեցին Ծառուկյանի փեսային։ Սարիկ Մինասյան Գյումրու քաղաքական գծվռտոցների ու կիսագողական ռազմորկաների ֆոնին նա առանձնանում է իր հանդարտ ու դրական խոսույթով։ Իշխանության Սարիկը ստիպված եղավ Սարի պես կանգնել Ալեն Սիմոնյանի վերջին աղմկահարույց ասածների թիկունքին, պետք էր կռվել։ Եվ իր վրա վերցնել նաև այս թեմայով հնչող հարվածները։ Նա հայտարարեց, որ ինքը լավ չի կռվել ու բոլորը լավ չեն կռվել։ Դրա համար ենք կորցրել Արցախը։ Չենք կռվել։ Ով չի կռվել։ Ես, դու։ Այսքան ես ու դու չենք կռվել, բայց այդքան մարդ բոլորս պետք է կռվենք։ Ինչ մեղք ուներ Գյումրիում հարգված Սարիկը Արցախի կորստի համար շատ քննարկվեց, բայց այդպես էլ պարզ չդարձավ։ Ռուբեն Վարդանյան Վերջապես հայ ժողովուրդը սթափվեց ու սկսեց քննարկել ամենակարևորը՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը։ Ռուբեն Վարդանյանն իր հացադուլով Բաքվում խայտառակ դատավարությանը իր խոշտանգված արտաքինով ու անձնական մեծ ինքնազոհողությամբ կարողացավ մարդկանց հիշեցնել, որ ժամանակն է աշխարհում ամեն տեղ եւ ամեն կերպ պահանջել հայ գերիների ազատ արձակումը։ Ոմանք փորձում են ազգային այս մեծ ցավը վերածել իշխանությունների դեմ ներքաղաքական խաղերի, ոմանք փորձում են գերիներին մեղադրել Բաքվում հայտնվելու մեջ։ Իսկ Երևանն երբ որ հարցեր են գնում, դուք իրավունք չունեիք Երևանում։ Ոմանք խաղեր են տալիս գերիներին Բաքվում գնդակահարելու կոչեր հնչեցնողների հետ։ Ռուբեն Վարդանյան, ես եկին դեկալատարա։ Ռուբեն Վարդանյան առանձներ ուզում փախներ եւ այլն։ Այս մարդիկ Արցախը հանձնողներն են։ Բայց հայ ժողովրդի մեծ մասը գիտի, որ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների վերադարձն ամենակարևոր ազգային առաքելությունն է բոլոր արժանապատիվ հայերի համար։ Hi, my name is David Vartanyan. I'm the son of Ruben Vartanyan, who has been a political prisoner in Azerbaijan for over 500 days.